Ազգային ժողովում ներկայացվել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի տարեկան հաղորդումը։ Ես արդեն 8-րդ անգամ այստեղ ելույթ եմ ունենում տարեկան զեկույցով, տարեկան հաղորդմամբ եւ 8-րդ անգամ պետք է կրկնեմ, որ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է եւ անկախ է։ Ազատ եւ անկախ ասելով ես ի նկատի ունեմ միայն իշխանություններ, պետություն եւ մեդիա հարաբերությունները եւ մեդիան իսկապես ազատ է։ Հանձնաժողովը 2025 թվականի ավարտին հարցում է իրականացրել լիցենզավորված եւ հեղինակազորված հեռարձակողների շրջանում պարզելու արդյոք պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից եղել են միջամտություններ խմբագրական քաղաքականությանը։ Ի պատասխան մեր այդ հարցմանը որևէ էական նշանակության բողոք չենք ստացել եւ ես կարծում եմ բոլորը շատ լավ հասկանում են, որ մեր մամուլը այդքան վախեցած չի, որպեսզի ճշմարտ դեպքում ինքը մեզ փոխանցեր իրենց դժգոհությունը կամ կարծիքը։ Միևնույն ժամանակ հանձնաժողովը հայտարարում է, որ ինքն էլ գործում է անկախ եւ թափանցիկ ապահովելով բաց աշխատանք, ուղիղ հեռարձակումներ եւ ակտիվ հանրային հաղորդակցություն, սակայն տարեկան հաղորդման նախաբանում նշվում է, որ տեսալսողական մեդիան գտնվում է համակարգային ճգնաժամի մեջ։ Եթե մենք համատեղ ջանքերով որոշ իրավական, իրավաբանական, կոնցեպտուալ քայլեր չձեռնարկենք, ապա հանրային մուլտիպլեքսը որպես ինքնիշխան տարածք, սուվերեն տարածք, որտեղ պետք է լրատվամիջոցները փորձեն ապահովել պետության գործունեության ուղեկցումը, ապա մի քանի տարի հետո այն այլևս կվերանա։ Հանձնաժողովի գնահատմամբ հիմնական խնդիրը առցանց հարթակների եւ թվային հսկաների հետ անհավասար մրցակցությունն է։ Մինչ լիցենզավորված հեռարձակողները գործում են խիստ կարգավորումների ներքո, նույն ոլորտում գործող առցանց հարթակները չունեն նույն պարտավորությունները։ Հանձնաժողովը ազգային ժողովին առաջարկում է ոլորտում նախաձեռնել անհրաժեշտ օրենսդրական եւ քաղաքական քննարկումներ ապահովելու համար տեսալսողական մեդիայի կայուն զարգացումը։ Ներկայացնելով թվային տվյալներ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի դրությամբ եղել է 94 լիցենզավորված ընկերություն, որից 41-ը տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող, 53-ը ցանցային օպերատոր։ 2024 թվականի վերջում եղել է 63 գրանցված ցանցային օպերատոր։ 2025 թվականին հանձնաժողովը հարուցել է 84 վարույթ, որից 74-ը սեփական նախաձեռնությամբ։ 2025 թվականին հանձնաժողովի որոշումների դեմ հարուցվել է 5 դատական գործ դեկտեմբերի 31-ի դրությամբ, վարույթում գտնվող դատական գործերի ընդհանուր քանակը եղել է 16։